Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ միասին եք, շնորհակալ եմ, որ մեզ հետևում եք։ Բարեկամներ, ինչպես միշտ ձեզ ենք ներկայացնելու հիմա մի կերակրատեսակ, որը մեր կարծիքով կհետաքրքրի ձեզ եւ ինչու ոչ նաեւ կլրացնի ձեզ ձեր ընտանեկան կերակրացանկը։ Իմ հյուրն է այսօր Իբիցա ռեստորանի ավագ խոհարար Սպարտակ Նազարյանը, հայ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ մեր լավ բարեկամ։ Ողջույն Սպարտակ։ Ինչպե՞ս ես եղբայր։ Շատ լավ։ Ինչ ենք պատրաստելու եւ ինչ բաղադրություն ունի։ Պատրաստելու ենք մեր իշխան ձուկը եվրոպական լիմոն լայմի սոուսով։ Եվրոպական լայմի սոուսով։ Այո։ Լայմը կարծեմ, այո, այդ կանաչ հենց Կանաչ, այո։ կանաչ Ունենք պիտի ունենանք լիմոն լայմ, խնդրեմ որպեսզի դու այդ հարցում ինձ օգնես։ Ինչ է հարկավոր։ Հարկավոր է իշխանի ֆիլեներ, արդեն հանել ենք, փշազատել ենք։ Փշազատել ենք, բայց մաշկով թողել ենք։ Թողել ենք մաշկով, մաշկով էլ պիտի թողենք մինչև վերջ։ Նաև խաշած բրինձ նախորոք, երկու ձևի բրինձ ունենք, սև եւ սպիտակ։ Սև բրինձ եւ սպիտակ բրինձ։ Այո։ Լավ։ Գազար, սպիտակ գինի, համեմունքներ, աղ, սև պղպեղ, մի փոքր կանաչի պիտի օգտագործենք եւ 2 կլորակ պղպեղ։ 2 կլորակ պղպեղ։ Շատ լավ։ Այո։ Կարակ եմ տեսնում իհարկե եւ կարակ եւ ինչով կարող եմ օգտակար լինել, ես սկսեմ նախապատրաստական աշխատանքները, դու պատրաստես կերակուրը։ Պիտի խառնենք մի ամանի մեջ գազարը, բրինձները եւ մի փոքր կանաչի։ Ինչ կանաչի? Մաղդանոս։ Մաղդանոս, այո։ Պիտի մի փոքր սոխ նաեւ կտրատենք, ավելացնենք սոխ հետ, այո։ Ես քեզ կտամ ափսեն ամանը։ Խնդրեմ, որպեսզի այստեղ խառնես դու այս բոլորը։ Նաև մի փոքր մեզ սոխառած է հարկավոր։ Ես կվերցնեմ ֆիլեները։ Սովորական սոխառացի համար սոխ։ Շատ համեղ եւ ոչ սովորական կերակրատեսակ է, որը որ ունի երկու ծագում, եւ հայկական եւ եվրոպական։ Երկուսը համատեղել ենք մեկում։ Երկուսը համատեղել ենք մեկում, այսինքն ձուկը մերն է։ Խնդրեմ։ Ամբողջ Եվրոպան է Հայաստանի ծագե պիտի այսպես։ Այո։ Դեռ համաձայն եմ քեզ հետ։ Սա սոխը եղբայր։ Նաև կխնդրեմ, որ խառնես սև բրինձը, Սեթրակ ջան, ավելացնես սև բրինձը։ Ահա, սև բրինձ, սպիտակ բրինձ, մաղադանոս, քերված գազար։ Այո։ Ձկան ֆիլեները այժմ ես կհամեմեմ մի փոքր աղով, բիբարով, պղպեղով։ Մի փոքր սպիտակ գինի։ Սև բրինձ շատ է օգտագործվում Եվրոպաներում։ Այո, միանշանակ, չնայած ավելի ասիական երկրներում էլ շատ են սիրում։ Ահա, սա այսպես։ Պատրաստ են նաև մեր ձկան հապկամսերը, ֆիլեները կարելի ասել։ Աղ, պղպեղ, սպիտակ գինի եւ ձեթ։ Այո, աղ, պղպեղ, սպիտակ գինի, մի փոքր ձեթ։ Պիտի ասեմ, որ ձուկը պիտի պատրաստենք ջեռոցում։ Ջեռոցը նախապես ես արդեն միացրել եմ։ Այժմ կավելացնենք նաև սոխը։ Ցանկալի է մի փոքր էլ սամիտ, Սեթրակ ջան, եթե կարելի է։
Ահա, արդեն լավ է։ Ավելացնենք այս զանգվածի վրա։ Նույն տապակի մեջ կպատրաստենք նաև լիմոն լայմի սոուսը։ Ընտրեմ։ Նաև պիտի խնդրեմ, որ կտրես 2 տալաշ բիբար, Կլոր։ այսինքն այո, մի քիչ հաստությունը տեղը պահենք։ Միանգամից վերցնենք ջեռոցը, որպեսզի տեղադրենք նաև մեր ձուկը։ Մեր իշխանի ֆիլեն, Տակ ջեռոցը։ տաք ջեռոցը, այո։ Տակ դեղը ոնց որ փոքր, մի քիչ Լավ բարակ է, չէ։ չէ, լավ է, Լավ է։ լավ է։ Լցոնում ենք միջուկով, իսկ միջուկը նորից կրկնեմ, սպիտակ եւ սև բրինձ, մաղադանոս եւ սամիտ, քերված գազար եւ սոխարած, համեմած աղ, պղպեղ, Այո, համեմունքներով։ Երկրորդը կխնդրեմ, եւ տակ դեղը այստեղ այս բանին օգտագործում ենք որպես կապողակ։ Այո, Ավելի մեծ։ ավելի մեծը կխնդրեի, Գույնը փոխելու ենք արդեն։ կարող ենք։ Ինչու՞։ Կարմիրը կողմեն, եթե կարմիրով սկսեցինք։ Կարող ես տեղնորել, կարող ենք։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Իդեպ պիտի ասեմ, որ կերակուր պատրաստելուց շատերին հետաքրքրում է, Սեդրակ ջան, երբ որ դու խոհարար ես, արդյոք տանը կինդ պատրաստում է, թե ոչ, այո, բոլորին հետաքրքրում է այդ հարցը։ Ես պիտի ասեմ, որ կերակուրը, եթե ընտրում եմ ես, այսինքն բաղադրիչը, եթե ընտրում եմ ես, պիտի պատրաստեմ ես, այո։ Չնայած շատ համեղ է պատրաստում նաև կինս, բայց այս պարագայում, եթե ապրանքը բաղադրիչը ընտրում եմ ես, պիտի պատրաստեմ ես։ Դե բոլորիս մոտ էլ երևի այդպես է։ Այո։ Այս ընթացքում ինչ մենք կդնենք ջեռոց, կպատրաստենք նաև լիմոն լայմի սոուսը, պարտադիր։ Իսկ հենց պարտադիր լիմոն լայմ, թե ուղղակի կարող ենք օգտագործել նաև սովորական կիտրոն։ Ես կասեի լիմոն լայմ, որովհետև լիմոնի այդ յուրահատուկ լիմոն լայմի այդ յուրահատուկ համը չունի լիմոնը։ Այո, համաձայնվեցի։ Մեր տապակի մեջ այժմ հարկավոր է մեզ սերուցք, որպեսզի ստանանք մեր լցրեցի ես սերուցքը։ Շնորհակալություն։ Պիտի քամենք լիմոն լայմը մեր սոուսի մեջ, այո, մթերքն է։ այո։ Քամենք։ Այո։ Հյութն է մեզ հարկավոր։ Մի փոքր թարխուն կխնդրեմ, որպեսզի դու կտրատես, Սեդրակ ջան։ Ահա, թարխունն էլ պատրաստ է։ Շնորհակալություն։ Կատնասերը ձգվեց։ Այո, ավելացնում ենք նաև հյութը։ Եվ մի փոքր ցանկալի է ավելացնել աղ, եւ
փոքր ես կուզենայի, որպեսզի ավելացնենք նաև կարագ։ Իմիջայլոց ասեմ, որ սոուսներ պատրաստելուց շատ կարևոր է իմանալ, որ կարագը ավելացնում ենք վերջում, որպեսզի սոուսի փայլը լինի տեղը։ Այսինքն կարագ տալիս է մի յուրահատուկ փայլ, որը որ չենք կարող ստանալ այլ մթերքներից, այո։ Իշխանը հատուկ լցոնված Այո։ եւ այն մթերքներով, որոնց դեպքում Սպարտակը չի վստահում ոչ մեկին։ Միայն ինքն է պատրաստում։ Միանշանակ։ Տեղադրենք մեր ափսեն։ Կարծես թե արդեն Իշխանի ֆիլեն լցոնված այո։ երկու տեսակ բրինձով, սոխարացով եւ համեմունքներով։ Մի քիչ կերակրատեսակը ավելի կարծես սուշիա նման է, բայց Ես կարծում եմ, որ սուշին է սրան նման։ այո, սուշին է սրան նման։ Մեր սոուսը արդեն պատրաստ է։ Ամենակարևոր համային բաղադրիչը։ Ամենակարևորը, այո։ Ահա։ Սա իմ ստորագրությունը։ Այո։ Խնդրեմ քո Հրաշալի է։ ստորագրությունը եւ կնիքը դնես։ Խնդրեմ։ Ահա։ Դա էլ քո ստորագրությունը։ Այո։ Ահա։ Ես ուզում եմ նաեւ գրել, որ սա Արարատյան խոհանոց հաղորդաշարն է։ Այո։ Ահա, սա էլ դրա մասին թող հիշեցնի։ Եվս երկու շտրիխ։ Ցանկալի է, որպեսզի լիմոն լայմը քամելուց առաջ պահենք երկու դալաշ, այո, Երկու շերտ։ շերտ, այո, որպեսզի Բայց ձևավորենք դեղին է լավ հենց, այո, հենց իրենը։ Այսքանն էր։ Վերջ հարգելի հեռուստադիտողներ, հիմա հնարավորություն տանք Սպարտակին իր ցանկությունները հայտնելու։ Ցանկությունները շատ են, ինչպես միշտ։ Շատ սիրում եմ մեր հեռուստադիտողին։ Կցանկանամ, որպեսզի միշտ հետևեն մեր հաղորդումներին եւ քաղեն բոլոր օգտակարը եւ իրենց հաճելին, ինչը որ իրենց հաճելի է։ Ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, միշտ եղեք մեզ հետ եւ վերցրեք այն, ինչ ձեզ պետք է։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար։ Ուզում եմ, որ լինենք բոլորս առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Իշխան ձուկը լայմի սոուսով։ Իշխան 150 գրամ, սև եւ սպիտակ բրինձ 70 գրամ, ստեփխին 50 գրամ, սպիտակ գինի 30 գրամ, տակտեղ 30 գրամ, կարագ 20 գրամ, բարյախորշակ։